Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Դրագինյան ի հիշատակ հայրի 1915 թվի ցեղասպանության զոհերի Արմենակ Աբրահամյանի ելույթը հայրի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին վախտը Արևմտյան Հայաստանը պատվիրակության հուշահանդեսը նվիրված հայրի ցեղասպանության զոհերի հիշատակին Լիդիա Մարկոսյանն ուղերձը Լիոնում կայացած հիշատակի արարողության վախտը Մակրոնին ուղերձը հայրի ցեղասպանության առիթը Բերլինում հարգանքի տուրք հայրի ցեղասպանության զոհերի հիշատակին Եվրոպին սաղ երկրները պարտավոր են կանխին ոչ միայն բուն ցեղասպանությունը, այլև ցեղասպանության վտանգը Յոնաթան Շփանգենբերգ ցեղասպանության հետևանքներն կնանոցը իր թեմով քննարկում Գլենդելում Ապրիլի 24-ին հայրի ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օրվա կապակցությունով Դրագինյան քաղաքը Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի պետσյուր հովանու ներքո առանձնատուկ հարգանքի տուրք համատուցալ 1915 թվականի ողբերգության զոհերին հիշատակի միջոցառումն է կազմակերպել Արմենիան փողոցում ու Ազեմալի ծառուղիներում գտնվող հուշակոթ հողին կողքին քաղաքացիական ու զինվորական իշխանությունների ներկայացնով 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում Օսմանյան իշխանությունների կողմից ձերբակալվելա շուրջ 600 հայ մտավորականներ, իրանք հետագայում արտաքսվան ու սպանվալ։ Այս ողբերգական օրը տարալա ցեղասպանության սկիզբը վերահանգեցրալ ավելի քան 1 միլիոն հայերի մահվան, ջնջելով 5 քաղաքակրթության մի ամբողջ հատվածը փոխելով հայ ժողովրդի պատմության ընթացքը։ Այս հիշատակի օրը ոչ միայն ցավի խորհրդանիշ է, այլև պարտավորություն չմոռանալի պատմությունը պահպանելի հիշողությունը որպես արդարության ու մարդկային արժանապատվության պահպանման հիմք։ Հարգելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, այս տարի եւս մունք միասին հարգանքի տուրք ենք մատուցելու Ժորժ Կլեմանսոյի հիշատակին Դրագինյանում այս կեսօրին կանալ կարողության վախտը։ Արմենակ Աբրահամյանը իրան ելույթը ընդգծալավեր Ժորժ Կլեմանսոն որպես Ֆրանսիայի կառավարության ղեկավար 1920 թվականի հունվարի 19-ին իր մանդատի ավարտին փաստացի ճանաչելահայերի պետությունը Արևմտյան Հայաստանի տարածքում որպես արդարության վերականգնման քայլ ի պատասխան հայ ժողովրդի դեմ իրականացված բնաջնջման։ Արմենակ Աբրահամյանի խոսելավը այդ պետությունը վերը ինքը ղեկավարման շարունակական ու ժողովրդական հիմքով գտնվում է օկուպացիայի տակ 1929 թվականից սկսած։ Արմենակ Աբրահամյանը նշել ավեր 1894-ից մինչև 1923 թվականը հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը 3 հաջորդական թուրքական իշխանությունների կողմից խլալա շուրջ 2 միլիոն կյանք ոչնչացնելով հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթության մի ամբողջ հատված։ Ինքնուրույն երախտագիտությունը հայտնալա պատվավոր նախագահներին, Ֆրանսիայի Հանրապետությանը ընտրված պաշտոնյաներին, հայրենասիրական միությունների ղեկավարներին, վետերանների կազմակերպություններին, քաղաքացիական ու ռազմական կառույցների ներկայացուցիչներին, հունձնև դրոշակակիրներին, մասնակցության ու համերաշխության հետի։ Իրան խոսքում ընդգծալավեր ապրիլի 24-ի հիշատակի արարողությունների հիմնական նպատակներն են հարգանքի տուրք մատուցել զոհերին վերենթարկվան անասելի տառապանքների ու բռնությունների, հիշեցնել ֆրանսիական հայկական ժողովուրդների պատմական բարեկամության մասին, ընդգծել վերջը լուծված ցեղասպանությունը շարունակում իրան հետևանքներով գոյություն ունենալու ու կարելի խթանել թայզահանցագործությունը, նախազգուշացնել մարդկության դեմ թայզահանցագործությունների վտանգի մասին անդրադառնալով նաև ժամանակակից հակամարտություններին, հիշեցնել վերնահատակների հիշատակը տառալա արդարության հետի քաղաքական պայքարի ուժ ու պահանջել միջազգային իրավունքի կիրառումը ընդդեմ օկուպացիոն քաղաքականությունների։ Արմենակ Աբրահամյանը հիշեցրել է նաև Ֆրանսիայի պատմական դիրքորոշումը սկսած Ժան Ժորեսի ելույթներից մինչև 1915 թվականի մայիսի 24-ի հայտարարությունը վեր Ֆրանսիան դատապարտալա հայերի դեմ իրականացվող հանցագործությունները դրանք որակելա որպես հանցագործություններ մարդկության ու քաղաքակրթության դեմ։ Նշալվեր Ֆրանսիան իլալա նաև այն պետություններից վեր աջակցան հայոց պետականության ճանաչմանը Արևմտյան Հայաստանում ու մասնակցան Կիլիկի ազատագրմանը 1919 թվականի Արևելյան լեգիոնի միջոցով, բայց ըստ Դուրան 1921 թվականի Անկարայի համաձայնագիրը շրջադարձային սխալ այլար վերահանգեցրել է թայզաբռնությունների ու հայ բնակչության կոտորածների Կիլիկի տարբեր շրջաններում Մարաշում, Զեյթունում, Այնթաբում եւ Հաճնում։ Արմենակ Աբրահամյանը նաև նշալավեր ինքը այս թեմայի վերաբերյալ մանրամասն հուշագիր է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ընդգծել պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը։ Յուրանոցելավը խաղաղությունը կարելի չի կառուցվել առանց արդարության, առանց հիշողության ու առանց փոխհատուցման, ընդգծալավեր հայ ժողովուրդը շարունակում է հավատարիմ մնալը յուրան վղին վերադառնալի գաղափարներին որպես բնիկ ժողովրդի իրավունք։ Ելույթի ավարտին ինքը շեշտալավեր սոր աշխարհի տարբեր երկրներում Եվրոպայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Կանադայում, Ամերիկայում բարձրանում են ձայներ պաշտպանել հայ ժողովրդի վերադարձի ու ինքնորոշման իրավունքը։ Եզրափակելով ինքը հայտարարել է. «Կեցցե Ֆրանսիա, կեցցե ֆրանսիական ժողովուրդը, կեցցե Արևմտյան Հայաստանը, կեցցե Արցախը ու կեցցե հայ ժողովուրդը»։
Ապրիլի 28-ին հանդիսավոր ու խորիմաստ միջոցառում այլել նվիրված հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։ Արևմտյան Հայաստանը պատվիրակությունը Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Տիկին Էլի Հարությունյանի գլխավորությամբ հարգանքի տուր կամատուցալ զոհերի հիշատակին ծաղկի պսակն տիրայել ծաղիկներին խոնարհալ Ծիծեռնակաբերդում։ Հուշահարողությունների ետը տեղի ունեցավ պաշտոնական միջոցառումը, վերը պետցարալ մամուլոխոսնակ Շողեր Բիլեմջյանը։ Ինքը ներկայացրել է Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանին ուղերձը, փոխանցել իրեն խոսքը ներկաներին։ Ուղերձում ընդգծվել սելապատմական հիշողության պահպանման, արդարության վերականգնման ու ազգային իրավունքների պաշտպանության կարևորությունը։ Հետո խոսքը փոխանցվել ազգային ժողովի նախագահ Տիկին Էլի Հարությունյանին, ով իրեն ելույթում անդրադարձել ազգային միասնության անհրաժեշտությանը, պատմական արդարության պահանջին ու սերունդների առաջ տիրված պատասխանատվությանը։ Միջոցառման վաղտը հնչալն նաև երաժշտական կատարումներ վերլրացրալ հիշատակի մթնոլորտը, հաղորդելով խորը հուզական շունչ։ Հետո ելույթ անցալ Արևմտյան Հայաստան ազգային ժողովի պատգամավոր Շուշվա հայրենատիրյաց միության նախագահ պատմաբան Աշոտ Հարությունյանը։ Նրան խոսքում ներկայացրել պատմական փաստեր ու վերլուծություններ, ընդգծելով հայ ժողովրդի պայքարի շարունակականությունը ու պատմական հիշողության կարևորությունը։ Միջոցառման կարևորագույն պահերից մեկը հանդիսացել է հանդիսավոր արարողությունը, վերին վախտը Կարո Կարապետյանի կողմից հանձնվել է հայոց իշխանի շղթա խորհրդանշական պարգևը։ Այս խորհրդանիշը մարմնավորում է ազգային արժանապատվությունը, ժառանգական հիշողությունը, հայկական պետականության գաղափարական շարունակականությունը։ Միջոցառման ցանկացած հյուր կազմակերպվածությունը, որ ընդգծել է հայ ժողովրդի հիշողության, համախմբման ու արդարության ձգտման կարևորությունը, եւս մեհետ հաստատել է վերնման նախաձեռնությունները ծառայում ոչ միայն անցյալ ոգեկոչման, այլև ապագայի կառուցմանը։ Լիզիա Մարկոսյան, Արևմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար։ Մունքստոնք ոգեկոչելի հետիմի ցեղասպանության զոհերի հիշատակը վերախելարա 2 միլիոն կյանք Արևմտյան Հայաստանում, այսինքն ավելի քան 10,000 տրնվա պատմություն ունեցող բնիկ ժողովրդի տարածքում։ Հայ ազգի ցեղասպանությունը 3 հաջորդական թուրքական կառավարությունների բարբարոսության արդյունքում իրականացված փուլային ծրագրի շրջանակում իրականում երբեք դադարալ չի մինչ սոր։ Խաղաղորեն յուրան նախնյաց վեղում ապրող մի բնիկ ժողովուրդ մի դար առաջ 1894-ից մինչև 1923 թվականներին թուրքական յաթաղանի միջոցով կոտորվալով ու մասնատվել, վերածվելով որբացած ազգի։ Ցեղասպանության դարդան Արևմտյան Հայաստանը հայերի ապրած արմատախելության տարագրությունը, ծայրահեղ դաժան դրանք հանգեցնում հարկադիր ձուլման աշխարհի ամենակրկնակ քաղաքակրթություններից մինի կենթանի հիշողության կորստին։ Ցեղասպանական ծրագրերը շարունակվան 19-րդից մինչև 20-րդ դարերի վաղտերքը։ Արևմտյան Հայաստանի մխլակ քաղաքներում ու նահանգներում մեր բնակչությանը ենթարկելով ջարդերի, իսկ վերջերս սասան Արցախ շտեղ բնիկ բնակչությունը ենթարկվել է էթնիկ զտման, վերհամապատասխանում է ցեղասպանության հանցագործության իրավական սահմանը։ Սակայն թուրք-ադրբեջանական գործելակերպը փոխվել է։ Մի դար առաջ կիրառված յաթաղանին փոխարինան անօդաչու սարքերը ու կասետային ռումբերը, նույն այն զինատեսակները, որոնք զոր կիրառվում են նաև պաղեստինյան բնակչության դեմ։ Արցախում 150,000 բնակչության վրա թափված կրակի ու արկաթին հեղեղը խլել է 5,000 կյանք ու 10,000 մարդու դարձրալ է հաշմանդամ, հիշեցնել ավեսնոր տեխնոլոգիական պատերազմի առաջին իրական փորձարկումներից մինը վերը ուղղված է բնիկ բնակչության դեմ։ Տիկին Լիզիա Մարկոսյանի ելույթը լրիվ կարիք կարդիք Western Armenia TV-ի սայթում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին հայերի ցեղասպանության կապակցությունով հանդես է եկել հիշատակի ուղերձով։ Իրեն գրառման մեջին հրապարակվել է 10-ի հարթակում Մակրոնը նշալավեր այդ օրը Ֆրանսիայի Հանրապետությունը հարգանքի տուր կամատուցում 1915 թվականի հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ընդգծել ավեր ապրիլի 24-ը կարևոր հնարավորություն է հիշելի, փոխանցելի ու ընդգծելի այն անկախտելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանը, հունցնև ֆրանսիական ու հայ ժողովրդին։ Հայերի ցեղասպանության կապակցությունով Բեռլին քաղաքում Սուրբ Հեդվիգ տաճարին հյաթումը տեղադրված հայկական խաչքարին կողքին հիշատակի արարողություն է իլյալ։ Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության փոխանցումով միջոցառմանը մասնակցան Վիկտոր Ենգիբարյանը, Բոդո Ռամելովը, դեսպանության աշխատակիցներն գերմանահայ համայնքի ներկայացուցիչն են։ Մասնակիցներն սուսուփուս հարգանքի տուր կմատուցալ հայերի դեմ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Փարիզ քաղաքում հայերի շրջանի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի շրջանակում զրույց է տեղի ունեցել Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շփանգենբերգի հետ։ Վերջինս կարևորալ է խորհրդաժողովին անցկացումը նշել ավեր համախմբալա տարբեր երկրները եկած հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին անհատներին։ Զրույցին վաղտը ընդգծվել ավեր համահայկական օրակարգումը արկային լուրջ մարտահրավերներ ներառյալ հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման հարցը, Արցախ աշուրջ զարգացումներն, Հայաստանը անվտանգության խնդիրներն նշվել ավեր ներկայիս
աշխարհաքաղաքական պայմաններում վերտարբեր տարածաշրջաններում շարունակվում պատերազմները անհրաժեշտ է առավել համակարգված ու շարունակական գործ էր։ Յոնաթան Շպանգենբերգը շեշտ տալ նաև նման հանդիպումների կարևորությունը հայերի շրջանում միասնականության մթնոլորտ ստեղծելու առումով, ընդգծելով դրանք ոչ միայն նպաստում են համագործակցության խորացման, այլև թեզելիցք են հաղորդում համազգային գործունեությունը։ Անդրադարձալ նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նշելով էր եվրոպահայության հետի սա հնարավորություն է բարձրացնելի կարևոր հարցեր եվրոպական քաղաքական հարթակներում։ Խոսելով Արցախահարցի մասին Շպանգենբերգը նշելով էր տեղ ունեցածը պիտի դիտարկվի որպես բռնի տեղահանում ու բնաջնջման քաղաքականություն։ Իրանասլավը եվրոպական երկրները պարտավորում ոչ միայն արձագանքին արդեն կատարված հանցագործություններին, այլև կանխին դրանց կրկնողությունը։ Գլենդելում ցեղասպանության հետևանքները կնանոցի Իրան թեմա պանելային քննարկում է իլել։ Քաղաքային խորհրդի կազմակերպած այս միջոցառմանը քննարկվել է ցեղասպանության երկարաժամկետ հետևանքները կնանոցնա խոխորձի Իրան, ընտանիքների Իրան, այդ թվում սերունդային տրավման։ Քննարկման մասնակիցներից Թենի Ալավերդյանի կարծիքով կնանոցը հետի ցեղասպանության հետևանքներն անհամեմատ ավելի ծանր են իլել։ Լարա Երիցյանը ասել է, որ ցեղասպանությունը 1923 թվականով պրծալ չի, շարունակվել նաև մեր օրերում Արցախում։ Սիրելի հայրենակիցներ, սրվայտ ես քանք պատրաստալա պրիկուշադրության հետի պնդկացիք։